Սողոմոն իմաստունն ասում է. ճանաչիր ինքդ քեզ։ Եվ մեր Տերը Հիսուս Քրիստոս այս խոսքը լրացնելով ասում է. մարդկանց իրենց գործերից կճանաչեք։ Նախ հասկանանք ինչ է նշանակում ճանաչիր ինքդ քեզ։ Եվ ինչ է նշանակում մարդկանց իրենց գործերից կճանաչես։ Ինչպես է մարդը իրեն ճանաչում, երբ որ իր արարչին է ճանաչում։ Ինքնաճանաչողությունը գալիս է Աստված ճանաչողությունից։ Եթե մարդը Աստծուն կարողանում է լավ ճանաչել, լավ տեսնել, չէ որ մարդն էլ Աստծո պատկերով ու նմանությամբ է ստեղծված։ Եթե արարչին լավ է ճանաչում, արարչի պատկերը իր մեջ տեսնում է, սկսում է իրեն լավ ճանաչել։ Իսկ ինչ է նշանակում ճանաչել արարչին։ Ճանաչել Աստծուն նշանակում է հավատալ եւ վստահել Աստծուն։ Եվ ամբողջ մարդու քրիստոնեական կյանք հոգևոր նկարագիրը Աստված ճանաչողությունից հավատից է սկսում։ Մարդու հոգևոր տունը ամուր է, եթե իր հավատը հստակ է, մաքուր է, աներկբայելի է, անխախտ է, վստահ հավատում է Աստծուն։ Աստծուն մենք ինչպես ենք հավատում, ինչպես ենք ճանաչում Սուրբ Գրքից։ Սուրբ Գիրքը կարդում ենք եւ Աստծուն ճանաչում ենք, հավատում ենք։ Եվ երբ դու Աստծուն ճանաչում ես, կարծես միտքդ հոգիդ լուսավորում է։ Եվ Աստծո պատվիրաններից քեզ ես ճանաչում։ Աստծո պատվիրանները ինչ են? Ճշմարիտ կյանքի ուղենիշներ են։ Սկսում ես ինքդ քեզ ճանաչել։ Օրինակ, մի օրինակներ բերենք, որ մեր ասածը փիլիսոփայություն չլինի։ Առաջին պատվիրանը ո՞րն է? Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, հոգով, զորությամբ եւ էությամբ։ Երկրորդ պատվիրանը սրան նման է. սիրիր ընկերոջդ անձիդ հավասար։ Սիրո մասին ամենագեղեցիկ եւ հստակ պատվիրաններն են։ Եթե դու ուզում ես իմանալ սերը ինչ է, դե Աստծուն սիրես։ Ինչու է Աստվածային սերը բոլոր ամեն տեսակի սեր ինչ որ կա աշխարհում դրա հիմքը, որտեղ մենք Աստծուն սիրելով պետք է սերը ճանաչենք։ Եվ եթե դու Աստծուն չես սիրում, ուզում ես մարդկանց սիրել, ուրեմն դու չես սիրի մարդկանց, որտեղ դու չգիտես սերն ինչ է։ Աստված սեր է, եւ դու պետք է Աստծուն սիրես ամբողջ սրտով, հոգով, զորությամբ, էությամբ։ Սիրո էությունը Աստծո մեջ է, որտեղ սիրո էությունը հավիտենական է, ամբողջական է, անվերապահ է, անշահախնդիր է։ Աստծուն ենք մենք այսպես սիրում, կատարելապես, անվերապահորեն, անշահախնդրորեն ենք սիրում Աստծուն։ Երբ որ դու Աստծուն սկսում ես սիրել, այ ինչպես որ Ավետարանի պատվիրանն է ասում, այն ժամանակ Աստվածային սերը քեզ թելադրում է, որ քո նմանին դու քո անձի հավասար պիտի սիրես, դրանից ավել չպիտի սիրես։ Ինչու՞։ Որովհետև եթե դրանից դու ավելին ես սիրում քո նմանին, Աստծո փոխարեն ես դնում ինչ որ մեկին, դառնում ես կռապաշտ։ Կուռք ես դարձնում ու սկսում ես պաշտել։ Եթե ինչ որ մեկին քեզանից քիչ ես սիրում, քեզ ավելի ես սիրում, քան ուրիշին, դառնում ես եսասեր։ Ինքդ քեզ ես կուռք դարձնում, հա։ Այսինքն, եթե դու քո անձի հավասար չես սիրում, ուրեմն աճ կամ ձախ ընկնում ես կռապաշտության մեջ։ Ուրեմն Աստվածային սիրով կարգավորվեց մարդկային սերը։ Աստծուն սիրում ես ամբողջ սրտով, հոգով, զորությամբ, էությամբ։ Քո նմանին քո անձի հավասար։ Ուրեմն սերը կարգավորվեց։ Շատ կարևոր է։ Սերը մարդու կյանքի իմաստն է, խորհուրդն է։ Ինչու մենք ճանաչում ենք Աստծուն, որտեղ վստահենք Աստծուն։ Ինչու մենք ուզում ինքներս մեզ ճանաչել, շատ կարևոր է։ Մարդիկ կա, որ չեն էլ ուզում իրենց ճանաչել, իրենց պետք չի իրենց ճանաչել։ Ինչու չեն ուզում, որովհետև իրենց վրա վստահություն չունեն։ Մարդը ուզում է ինքն իրեն ճանաչել, լավ ճանաչել, որպեսզի ինքն իրեն կարողանա վստահել։ Եթե մարդու մեջ ինքնավստահություն կա, իր կյանքում արդեն
Սանից գալիս է մյուս պատվիրանը, մարդկանց պետք է ճանաչես իրենց գործերից, եթե դու քեզ լավ ես ճանաչում, այսինքն դու գիտես այս ինչ բանի մեջ ես թերացել եմ, այս ինչ բանի մեջ թերացել եմ ու աշխատում ես, որ ինքդ քո թերությունները շտկես, օրինակ բեր, օրինակ, մարդ երբ որ ինչ-որ մի բան վաստակում է, ուզում է ողորմություն անել, չէ՞, այսինքն մամոնոյի հանդեպ վերաբերմունքը, ինչպես պետք է լինի մարդու վերաբերմունքը նյութի մասին։ Մեր Տերն Ավետարանում ասում է, որ մամոնայից ձեզ բարեկամներ արեք։ Եվ մենք գիտենք, որ ողորմություն անելիս ձախը պետք է չիմանա աչքին ինչ է անում։ Այսինքն իմաստուն ձևով պետք է անենք, հաջողակ ողորմություն պետք է անենք։ Երբեմն քրիստոնյաների մոտ տարածված է խղճահարության գերությունը, խղճին գերի են դառնում, հա։ Եվ այդպես ընկնում են ծայրահեղության մեջ, իբրև թե ողորմություն են անում, բայց ողորմություն չեն անում, ավելի շատ վնաս են կրում, քան թե օգուտ։ Ուրեմն կարևորագույն սկզբունք կա ողորմության, երկու կարևորագույն սկզբունք։ Առաջին, ողորմություն անելիս մենք խղճի գերի չպետք է դառնանք, եւ երկրորդ սկզբունք, մենք պետք է աղքատին գտնենք եւ ողորմություն անենք, եւ ոչ թե աղքատը մեզ պետք է գտնի ու մեզանից ողորմություն խնդրի, որտեւ եթե աղքատը մեզ գտավ, իրանքը դառնում է մուրացկան, բայց եթե մենք գտանք աղքատին, մենք արեցինք ողորմություն, իրան ազատագրում ենք մուրալու այդ երևույթից, հա։ Ուրեմն ունեցվածքի վերաբերյալ, հիմա մարդը աղքատին ողորմություն անում, հասկացանք, հիմա ունեցվածքի վերաբերյալ ինչ մոտեցում պետք է ցույց տա մարդը, պետք է Աստծով հարուստ լինի, մեր Տերն ասում է զգույշ եղեք ձեր սրտերը չշվայտանան, չծանրանան աշխարհիկ հոգսերով եւ հարստության պատրանքներով, մարդու կյանքը հարստություն կուտակելու մեջ չէ, Պետրոս Առաքյալն ասում է ձեզ եմ գրում հարուստներ, ուրախացեք եւ ցնծացեք, երբ որ Աստծով եք հարստանում։ Ուրեմն մարդու կյանքը նպատակը հոգով հարուստ լինելն է, ոչ թե մարմնով։ Մարմնավոր հարստությունը շատ ժամանակավոր եւ ունայն դատարկսին հարստությունը, բայց երբ որ մարդը Աստծով է հարուստ, այն ժամանակ ինքը կարողանում է իմաստուն ձևով իր հարստությունը կիսել նաև աղքատներին, բայց երբ որ մարդը ագահը հարուստ չի, աղքատ այդ մարդը ինչպես կարող է, ով է հարուստ մաս, ով ունեցածից գոհ է, ով իր ունեցածից գոհ չի, ինչքան լինի ինքը աղքատ է։ Երրորդ, Պողոս առաքյալն ասում է, նշանները հավատացյալների համար չեն, այլ անհավատների։ Մենք քրիստոնյաներս, երբ որ հավատում ենք Աստծուն, փնտրում ենք Աստծուն, գտնում ենք Տիրոջը։ Որտեղից? Սուրբ Գրքից, Աստծո պատվիրաններից։ Բայց կյանքում տարբեր տեսակի իրադարձություններ են լինում, հա։ Ամենապարզ բանը, որ մենք ուզում ենք մեր կյանքի ընտրյալին գտնենք, հա, մեր կեսին ենք ուզում գտնենք, ուզում ենք ամուսնանանք, ընտանիք ստեղծենք։ Եվ մենք սկսում ենք ապավինել նշանների։ Հա, աղոթում ենք, տեսեք ինչքան միամիտ մոտեցում։ Աղոթում ենք, ասում ենք, Տեր Աստված, աղոթում եմ, վա, ես հելնում եմ իմ ընտրյալին իմ դեմը հանես։ Հա, ես թագավոր եմ կամ թագուհի եմ, թագավորը կամ թագուհին թող իմ դեմ ելնի եւ մենք կդառնանք թագավոր թագուհի։ Հելանք երկինք մնացինք այնտեղ, գետին չենք իջնում։ Այսինքն տեսեք ինչ սխալ մոտեցում։ Ավետանում մեզ Տերն ինչ ասում, նշանները, նշան, այսինքն ինչ որ նշան ես ուզում տեսնել, չէ՞, աղոթեցի մեկը իմ թագուհին իմ դեմը դուրս կա, կամ թագավորը իմ դեմը դուրս կա։ Հա, մեկ էլ գրքերի մեջ է այդպես, հեքիաթների մեջ է այդպես լինում, հա։ Բայց կյանքում լրիվ ուրիշ իրականություն։ Ավետանում ինչ ասում Տերը։ Մարդկանց կճանաչեք իրենց գործերից։ Երբ ես դու մարդուն ճանաչում, երբ որ դու ինքդ ես քեզ ճանաչում։
Այսինքն, երբ որ դու ինքդ քո մեզ չես խաբվում, ինքնախաբեության մեզ չես, որևէ մեկը քեզ չի կարող խաբել։ Բայց եթե դու ինքնախաբեության մեջ ես, դու ինքդ քեզ լավ չես ճանաչում։ Դու ինքդ Աստծուն չես ճանաչում, ինչպես կարող ես մարդկանց ճանաչել։ Ինչպես կարող ես մարդկանցից չխաբվել։ Մենք չենք ճանաչում մարդկանց, որտեղ մենք ինքնես մեզ լավ չենք ճանաչում։ Մենք խաբվում ենք մարդկանց, որովհետև մենք ինքնախաբեության մեջ ենք։ Մենք ինքնես չենք ուղղել, շտկել, մեզ չենք փոխել, ուրիշին ենք ուզում փոխել։ Ուրեմն նշանները անհավատների համար են, ոչ թե հավատացյալների համար։ Նշանները մեզ պետք չեն։ Մենք պետք է ճանաչենք մարդկանց իրենց գործերից։ Եթե ուզում ենք ճանաչել, մենք ինքնես մեզ լավ պիտի ճանաչենք։ Ուզում ես փոխել ուրիշին, փոխիր ինքդ քեզ։ Բժշկիր ինքդ քեզ։ Եվ նոր կմտածես, դիմացին կարող ես բժշկել, թե չէ։ Ուրեմն կարևորագույն սկզբունք է ճանաչիր ինքդ քեզ, եթե դու ուզում ես քեզ ճանաչել, Աստծուն պետք է ճանաչես։ Աստծուն ճանաչեցիր, վստահեցիր, ինքդ քեզ ճանաչեցիր, վստահեցիր, քո մեջ վստահություն է առաջանում։ Կարող ես նաև մարդկանց իրենց գործերից ճանաչել, հետո նոր վստահել։ Վստահություն շատ կարևոր է մարդու կյանքում։ Առանց վստահության մարդ չի կարող գործել։ Բայց առաջին վստահությունը Աստծո հանդեպ է, երկրորդ վստահությունը քո ուժերի հանդեպ եւ երրորդ մարդկանց հանդեպ վստահություն։ Ամեն։